Ողջույն, շարունակում ենք Cisco Packet Tracer-ի դասը։ Այս լաբորատորիը հիմնված է լինելու նախորդ լաբորատորի վրա։ Մենք ավելացնել ենք որոշակի սարքեր, որոնք տեղին ունենում նաև ռեալ ուրեմն կյանքում։ Ահա մենք ավելացրել ենք մեկ switch, նրան կցել ենք PC-ներ, մեկ router եւ մեկ server, որը մեր դեպքում կծառայելու է որպես DHCP server, եւ այստեղ մենք մեր համակարգիչներին տալիս ենք մանուալ static IP հասցեներ, վերեկան այստեղ ատելում եք, ես իմ կոնֆիգուրացրել։ Ենթադրենք ձեր ցանցում 1, 2 կամ 10 համակարգիչ չէ, այլ 200 հատ, հա, ինչպես է դուք դրան կոնֆիգուրացնելու, դուք հատ չեք կոնֆիգուրացնելու, դուք DHCP server եք ունենալու, կոնֆիգուրացնելու եք այն եւ այն ավտոմատ տալու է IP հասցեներ ձեր համակարգիչներին։ Այստեղ ես ոչ մի կոնֆիգուրացիա չեմ արել switch-ի վրա, ես պրոստը ավելացրել եմ սարքերը եւ կցել եմ նրանց միմյանց։ Բերեք կոնֆիգուրացնենք նախ DHCP server-ը, գալիս են config interface fastazernet.0.0 եւ DHCP server-ին տալիս ենք IP հասցե 192.168.50.5, հա, եւ subnet mask-ը 255.255.255, քանի որ by default բոլոր ինտերֆեյսները այս switch-ը գտնվում են նույն վլան 1-ում, ուստի այս համակարգիչները եւ այս DHCP server-ը ունեն հասանելիություն layer 2-ում։ Բերեք նորից բացեմ DHCP server-ը, gam services եւ տեսնում եք, որ server-ը ունի այսքան սերվիսներ կարող է տրամադրել։ Մեզ պետք է DHCP-ին։ Գալիս ենք այստեղ տեսնում ենք DHCP-ին աշխատելու է fastazernet 0 port-ով, նա հիմա անջատված է, մենք պետք է կոնֆիգուրացնենք մեր pool-ը, հա, pool 1 անունն ենք տալի։ Default gateway լինելու է ուրեմն 192.168.50.1, այսինքն default gateway-ը պետք է տա մեր համակարգիչներին, եթե նրանք request անեն, ինչպես նաև կարող են կոնֆիգուրացնել DNS server-ը, այս պարամետրերը։ Start IP address, այն IP հասցեն, որով սկսելու է բաժանել IP հասցեներ համակարգիչներին։ Բերեք դնենք 10-ից 192.168.50.10։ Subnet mask-ը 255.255.255.0, այսինքն մեր համակարգիչներին տալու է IP հասցեներ այս ցանցից, որոնք սկսում են 10-ից եւ այստեղ maximum number of users մենք կարող ենք դնել մեզ 50 հատ համակարգիչը պետք։ Սա security լավ practice է, քանի որ պետք չէ շատ դնել, հնարավոր է ինչ-որ մեկը միանա ձեր ցանցին եւ DHCP-ով IP ստանա։ Կարող եք նաեւ TFTP server-ի կոնֆիգուրացիա տալ եւ VLC-ին։ Հիմա մենք սա ավելացնում ենք, save ենք անում եւ միացնում ենք մեր սերվիսը։ Հիշեցնեմ, որ անպայման պետք է կարգավորել նաեւ մեր հենց DHCP server-ի IP հասցեն, որպեսզի նրանք ճիշտ է միացված են նույն վլանի տակ, վլան 1-ի տվյալ դեպքում, սակայն layer 3-ում հասանելիություն չունեն։ Բերեք մեր PC-ների մոտ գանք, իդեպ նախկինում ես PC-ները կարգավորել եմ static ձևով, դուք հիշում եք, եկել եք desktop ու այստեղ մուտք էի գործել այդ ուրեմն տվյալները, եթե ունենեք մի 200 համակարգիչ, դա շատ բարդ գործ է, հա, ամեն անգամ եթե գալ հերիք չի ավելացնել, մի հատ եթե կարիք կա փոխել։ Բերեք այսպես անենք DHCP։ Տեսնում եք, համակարգիչը DHCP request ուղարկեց եւ ստացավ IP հասցե։ Так, գանք այստեղ, static եւ DHCP requesting IP address։ Տեսնում եք, ստացավ DHCP ուրեմն IP հասցեն, սակայն ինչու է նա սխալ ստանում, բերեք սխալ չէ, ճիշտ սրկից է ստանում, սակայն այնպիսի IP հասցեները, որոնք չպետք է ստանա։ Հա, տվյալ դեպքում մենք սա պետք է ջնջենք, հա, սա մենք երկու հատ pool ունենք, երկուսն են նույն ցանցից են, բերեք սա այս մեկը ուրեմն ջնջենք, սա թողենք, հա։ Default gateway-ը տեսնում ենք չի ստացել 192.168.50.1, սա default gateway-ն է, DNS server-ը 8888 եւ save ենք տալի, maximum number-ը բերեք դնենք 20, սա save, բերեք գանք այստեղ նորից անջատենք, միացնենք, так, static DHCP։ Ինչու է սակայն մեկը ստանում, նա չպետք է մեկը ստանա, տեսնենք ինչու է մեկը ստանում,
Գալիս ենք DHCP, տեսնում ենք այստեղ, default gateway-ը սա է ստանում, հա, start IP հասցան 0-ից եմ ես դրել, բերեք դնենք 100-ից, հա, ու save տանք, հիմա 100-ից պետք է ստանա, այսինքն սա էլ չի ստանալու, քանի որ սա պետք է ծառայի մեզ որպես default gateway, static DHCP, տեսնում ենք, որ DHCP request-ը successful է և IP-ն ստացել է 50.100-ը և մնացած բոլոր տվյալները, սա նույնպես միացնենք, անջատենք, միացնենք և ստացավ 101-ը, բերեք ստուգենք հասանելիությունը այս համակարգիչներին միջև 192, 168, 50.100, հա, կներեք, ստե ping պետք է դնեմ, ping, ահա, տեսնում ենք, որ հասանելիություն կա, հիմա, քանի որ մենք default gateway ենք տվել, սակայն gateway-ը ոչ մի router-ի վրա կոնֆիգուրացված չի, ես միացրել եմ մեկ router, այստեղ գրեմ gv և կոնֆիգուրացնեմ այս interface-ը, գամ այստեղ, CLI, no, enable, conf, t, interface, fast ethernet, ուրեմն 0, 0, ինչու, կներեք, interface, gigabit ethernet, 0, 0, no, shutdown, IP address, 192, 168, 50, get 1, 255, 255, 255, 0, end, հիմա մեր համակարգիչները նաև default gateway, որ ստացել են, նրանք կարող են այստեղից այլ ցանց դուրս գալ, քանի որ մեր այս router-ի վրա մերջացել են interface-ները, մենք ինչպես կարող ենք ընդլայնել այս ցանցը, մենք կարող ենք այն ընդլայնել ավելացնելով switch, հա, այստեղ, բերեք այս switch-ը, այսպես, դնեմ այստեղ, հա, այս router-ը միացնեմ switch-ին, այսպես, սա անջատված է, բերեք այս interface-ը ես անջատեմ և մեկ հատ interface գցեմ ստե և մեկ հատ interface գցեմ ստե, այսպես դուք ընդլայնեցինք մենք մեր ցանցը, հաջորդ դասին ուրեմն ես այնպես կանեմ, որպեսզի մենք հասանելիություն ունենենք նաև այս ցանցերին և այստեղից այս ցանցին, այսքան այս դասի համար, շնորհակալություն։